տուր մեզ այսօր և թող մեզ սպարտից մեր, որպես և մենք թողունք մերոց սպարտապանած, և մի տանիրս մեզ զիգործություն, այլ թրկյազ մեզ իչարեն, զիգոյ արքայություն և զորություն և հարկ հավիտյանը սավիտենից ամեն, զգործս դեռած մերոց ուղի հարայի մեզ դեր, և զգործս դեռած մերոց հաջողիա մեզ ամեն։ Սիրելի ներկաներ, ինչպես ընդունված է բոլոր հայկական տներում, առաջինը ավարտի իրավունքով իր խոսքը կհղի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արոն Գևորգ Պողոսյան։ Համեցեք պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ուրախությամբ հայտնեմ, որ վաղուց սպասված այս միջոցառումը հասավ իր հանգրվանին, դռները բացում ենք Հայաստան։ Իհարկե կարող եք ասել, որ շուտ է պետք անել, վաղուց պետք անենք են դա հասկանում, բայց եթե քուչ չի, որտեղ ինքը գաղափարը Հայաստան շատ հին է, այդ մասին կասվի խոսքի Շամիրյանն էր գրել իր ռոգայ փառացում, բայց իրականացնելու իմաստը այսօրվա ինչու ներկայանում, ես շատ կարճ փորձեմ ձեզ ներկայացնեմ, քանի որ մեր պատկերացումներով Հայոց տունը դա մի տուն է, որտեղ հայ մարդիկ պետք է ապրեն։ Հայ մարդիկ ապրելով ցանկալի է, որ գիտակցեն, որ Հայոց տունը ոչ միայն դրսում է, որտեղ իրենք ապրում են, այլ նաև իրենց մեջ է, ներսում է, սրտում, իրենց հոգու մեջ է, իրենց գիտակցության մեջ է։ Սա շատ կարևոր հանգամանք է, եւ երբ որ ինձ ընկերներ առաջարկեցին միանալ այս նախաձեռնությանը, ես տեսա, որ այստեղ հավաքված մարդիկ բոլորը հենց այդ տեսակի մարդիկ են։ Մարդիկ, ովքեր Հայաստան գաղափարը իրենց մեջ վաղուց կրել են, ընդ որում մարդիկ կայացած, իրենց մասնագիտական ոլորտում շատ ճանաչված, նաև Հայաստանից դուրս, սա այնպիսի մի խումբ է մարդկանց, ովքեր շատ լուրջ ճանապարհ են անցել կյանքի, բավականին մեծ հաջողությունների են հասել, եւ ահա տեսեք, ահա այսօր ամեն մեկը իրենց ոլորտում իրենց ասպարեզում մեծ գործեր արած եւ անող մարդիկ եկել են այն եզրակացության, որ պետք է միավորել ուժերը, որովհետեւ այսպես առանձին գործելով երևի սա ժամանակի պահանջն է, գիտեք, մեր հազարամյա պատմության ընթացքում մենք շատ դժվար ճանապարհներով ենք անցել, հայ ազգը, հայ ժողովուրդը, եւ միշտ միավորումն է փրկել մեզ, ցանկացած արհավիրքներից, ցանկացած դժվարին պահերից, եթե միավորումը չլինի, ոչինչի հասնել չի լինի։ Սա այն կարևորագույն խնդիրն էր, որ միավորեց այս մարդկանց, եւ Հայաստան դռները բաց են, ես դա ուզում եմ ասեմ, որովհետեւ խոսքը չի գնում միայն ներկաների մասին, այստեղ այս նախաձեռնող խմբի, այլ նաեւ այն հարյուրավոր, գուցե հազարավոր հայերի Սփյուռքում եւ Հայաստանում, ովքեր նույն մոտեցումով, նույն հոգսով, նույն հայրենասեր ու հայրենանվեր խնդիրներով կուզենան միանալ եւ իրենց օգուտը նպաստը բերել այդ գործին։ Ես կուզենայի հատկապես նշել նախագծի հիմքում դրված այն ներդաշնակության միտքը, որը այսօր իմ կարծիքով եւ այդ մասին վկայում են բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ, մեր հասարակությունը շատ է պարապված։ Այն մասնատված է, անջատված է եւ որոշակի ինչ-որ ատելության մթնոլորտ եմ ես նկատում, մարդիկ իրար նկատմամբ շատ չարացել են։ Այս պարախտումը բնական է թուլացնում է հասարակությունը եւ պետականությանը վնաս է հասցնում շատ լուրջ։ Եթե մենք չկարողանանք հաղթահարել, այս բանից դուրս չենք գա, ուղղակի դժվարին այս պահից, որը պատմական պահ է, ճիշտ է, պահը կարճ է, փոքր է, բայց այն մեծ պատմության մեջ թվում է, թե շատ փոքրիկ մի պահ է, բայց այն հաղթահարելու համար իրոք անհրաժեշտ են լավագույն ուժերի, ազգի, Հայաստանի թե դրսում մեր լավագույն ուժերի միավորումը, միահուսումը, բաղդատումը, որպեսզի կարողանանք եւ երկիրը, եւ ժողովրդին դուրս բերել այս ծանր վիճակից։ Երկու բառով ուզեմ ասել մի քանի զուտ դիտարկումներ
որոնք նաև ես վերցրել եմ բազմաթիվ այլ ժողովուրդներից, օրինակ չինացիների մոտ այսպիսի մոտեցում կա, իրենք ասում են չկա ես առանց մենք, չկա իմը առանց մերի։ Հիմա մենք մի քիչ հայերս շատ ինքնակենտրոն ժողովուրդ ենք, մեր համար շատ կարևոր է այս գաղափարները, որոնք առաջադեմ են և որոնք նպաստում են զարգացման, այս գաղափարները վերցնել, ընկալել և ժողովրդի մեջ սերմանել։ Հակառակ դեպքում, գիտեմ, թշնամու մոտեցումը հետևյալն է, պառակտել, որ տիրել, մենք դրան պետք է կարողանանք դիմադրել և դրա հիմնական առաջին գոնե գործիքը դա միավորումն է, բայց սա միակ բանը չի, որ հայությունը պետք է զբաղվի, մեր խնդիրները շատ լայն են, մեծ են, բավականին մեծ ծրագրեր ունենք, դրա մասին գործընկերներ անպայման կասենք, խոսենք, պարզապես ուզում եմ բարի և ցանկանամ այս հայրենանվեր ու արդար միջոցառումներ։